Կարծում եմ պաշտպանները մեր շատ ճիշտ դիրքորոշում են հայտնել, ես բնականաբար իրավական լեզվով չեմ խոսելու, եթե ուզում կխոսեմ, բայց չեմ ուզում, որովհետև այդ կուտակումների անհրաժեշտություն չկա, բացարձակ չկա։ Նախ առաջինը, որ այո, տրամադրությունը զգալի է, որպեսզի ինչ-որ կերպով փորձեն օրենքը շրջանցել, ընթացքում կպարզվի դա։ Ես ուրիշ կերպ եմ ուզում մոտենալ հարցին, հարցադրումներով եմ ուզում մոտենալ, նախքան ապացուցողական ամբողջ բազան ներկայացնելու։ Արդյոք դրանք արդեն մեր պաշտպանը հայտնեց, փորձաքննության ենթարկված են թե ոչ, որովհետև մեր ձերբակալության կոնկրետ օրը հիմա չեմ հիշի, օրերին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ դրանք փորձաքննության են ենթարկվելու, ուրեմն առանց փորձաքննության ենթարկելու մարդկանց ձերբակալը կանոնավոր։ Հարց առաջին, թող այս հարցին պատասխանեմ, ենթարկված են կամ ոչ։ Երկրորդ, արդյոք ենթարկված են ձեռագրաբանական կամ ձեռագրագիտական քննությունների փորձաքննության թե ոչ, որովհետև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեռևս ղեկավարը հայտարարել է, որ իմ ձեռագրով ինչ-որ թղթեր կան, փաստաթղթեր կան եւ այլն եւ այլն։ Արդյոք կա ձեռագրաբանական որևէ քննություն, փորձաքննություն, կան թե ոչ։ Հարցի էությունը ասեմ ինչն է, պատվարժան դատարան։ Ուրեմն այս գործերի մեջ, որոնք կես աչքով եմ ես կարդացել, կես աչքով էլ չեմ կարդացել, ուրեմն կան տեղեր, որտեղ նշվում է, որ խոսում են մարդիկ, ինչ-որ մարդիկ, այո, ինչ-որ մարդիկ, որոնց անուններ են վերագրված, եւ հանկարծ գալիս ասում են ինչ-որտեղ եւ ասում չի լսվում։ Շատ լավ, չի լսվում, հնարավոր է, որ չի լսվում, բայց արդյոք հնարավոր չի, որ հենց այդ հատվածները կտրել, մաքրել են, սրբագրել են, խմբագրել են եւ գրել են չի լսվում։ Ես երկու դեպքում էլ դատապարտելի եմ համարում, նույնիսկ ամբողջ գործը համարում եմ, որ գոյություն չունեցող է, եթե գրեթե 30%-ը շատ պահպանողական եմ ես ասում, չեմ ասում 40-50, որ ուզենք չափել, կչափվի, քանի տոկոսը գործի ամբողջ ծավալի չի լսվում, այդ գաղտնալսումները, չի լսվում, հիմա չի չլսվող գաղտնալսումներով եւ փորձաքննություն չանցած գաղտնալսումները, դուք ոնց եք այս մարդկանց վրա ինչ-որ բան վերագրում, ինձ էլ ներառյալ լավ, այդ որտեղ է գրված դա, դուք եք արել ուրեմն, ամբողջ ով ստեղծել է, նա էլ արել է, իր տանը նստել է, որոշել է, որ ես այդպես եմ համարում, որոշել է ձայներ պիտի ձայնագրի, սա անի, նա անի եւ ներկայացնի որպես փաստ, ապացույց, գոյություն չունի այդպիսի բան, չէ՞։ Երրորդը, որ իմ կարծիքով ամենակարևորն է, որ ուզում եմ այստեղ ասել։ Ուրեմն հարց ունեմ մեղադրողներին։ Դուք այս ամբողջ գործընթացի մեջ նենգափոխում, կեղծիք հանդիպել եք թե ոչ։ Դեպքերի նենգափոխում, իրադարձությունների նենգափոխված ներկայացում, կեղծում, քարոզչական նպատակով դաշտ նետում, որպեսզի այդ ծավալով գնա կամ այդ ուղղությամբ գնա գործը։ Դուք հանդիպել եք թե ոչ, այս ամբողջ ընթացքում հնչել են տարբեր աստիճանի եւ մակարդակի վրա խոսքեր, որ այս գործը հիմնական իմաստով կամ որոշակի դրվագներով նենգափոխված եւ կեղծված է։ 6 ամիս շարունակ դուք պատասխան չեք տվել որևէ ձևով, որևէ մեկը չի տվել։ Ես անցյալ անգամ ասացի պատվարժան դատարան, 2 անգամ խոսել եմ այս դահլիճում, այս պատվական դահլիճում, ամեն խոսելուց հետո հաջորդ օրը ինձ կանչել են քննչական կոմիտե։ Պարզ է պատկերը, չէ՞։ Բացի ինձ կանչել են նաև ասենք Լիդիային Մանտաշյան, ուրիշների էլ ոմանց։ Ինչու են արել դա։ Պարզ է պատկերը, որ մենք չխոսենք այս թեմաներից, որ իրենց քարոզչական դաշտում հմեկով այս վերջի 1 ամիսը ներողություն եմ խնդրում, միգուցե թեմայից մի քիչ դուրս եմ գալիս, բայց նույնն է։
Այս վերջի 1.5 ամիսը, որ ինձ դատապարտել են հեռուստացույց նայել, օրինակ, ես հմեկով տեսնում եմ մարդիկ, հանցագործ մարդիկ, գործակալներ, տարբեր երկրների գործակալներ, որոնք հսկայական փողեր են ստանում, ասենք օրինակ այս մարդկանց ինձ եւ այս մարդկանց համարում են գործակալ, համարում են ահաբեկիչ, համարում են չգիտեմ ինչ ուզեք, եւ ոչ մի պատասխանատվություն, բացարձակ ոչ մի պատասխան, էլ չասեմ ստախոս քննչական կոմիտեի ղեկավարի զրպարտող արտահայտությունները, որոնք մինչև այսօր պատասխան չեն ստացել մեր կողմից բարձրացած հարցերին,